Հարգելի հետևորդներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Վարդանյան, այս պահին ինչ մենք զրուցում ենք, բավականին լարված իրավիճակ է իջմիածնում, այնտեղ իրավապահները մայրաթորում են գործողություններ անում, մի մասը Շիրակի առաջնորդարանում։ Ինչ նպատակ ունեն այս գործողությունները եկեղեցու շուրջ ու ինչ զարգացումներ են հնարավոր, քանի որ փաստաբանը արդեն հայտարարեց, որ Միքայել Սրբազանին եւս հնարավոր է կալանավորեն, սերբակալեն։ Ականատեսն ենք լինում սիմբիոզի երիտթուրքերի գործելավոճի եւ բոլշևիկների գործելավոճի նման բան մեկ էլ նման արշավ եկեղեցու դեմ ներխուժումներ առաջնորդարան սրբազանների ընդཐུպ միջև սպանություն տեսել ենք բոլշևիկյան շրջանում իսկ ընդհանրապես հավատքի ինքնության նկատմամբ նման արշավը նախորդել է հայոց ցեղասպանությանը իրականության մեջ դրա համար այս երկուսի սիմբիոզն է երկու գործելավոճերի ինչու են սա անում որովհետեւ Հայաստանում Ադրբեջանի պահանջով իրականացվում է դենացիոնալիզացիայի ծրագիր Ադրբեջանը խնդիր է դրել իր արչև ոչ թե տարածքներ վերցնելու անգամ միջանցքի հետ հարցը չի անգամ ադրբեջանցիների այստեղ բնակեցումը չի դրանք բոլորը միջոցներն են խնդիր է դրել հայկական ինքնության ոչնչացման Արցախում հաղթանակով Ալիևը հիմք դրեց այդ ծրագրի արագ փուլի իրականացմանը հիմա խնդիրը հայկական ինքնության ոչնչացումն է այսինքն այստեղ կարող են հայեր ապրել կարող է ինչ-որ պետություն լինել անգամ անունը Հայաստան լինել բայց ինքը պետք է ունենա հայկական դիմագիծ հայկական ինքնություն եւ հայկական շահեր չպետք է սպասարկի դրա համար իշխանությունները արդեն լրիվ հաշտ են այս ծրագրի հետ եւ իրականացնում են ծրագիրը իրականացնողներն ուրեմն ինչ է պետք անել եթե իշխանությունը քեզ հետ համագործակցում է, բայց չէ որ իշխանությունը բոլորին չի ներկայացնում, չէ որ բոլորս Նիկոլ Փաշինյան չենք։ Ուրեմն պետք է ոչնչացնել հնարավոր դիմադրության բոլոր բջիջները, անհատներ, ովքեր կարող են իրենց շուրջ մոբիլիզացիա ապահովել, իսկ անհատներից առաջ կառույցներ։ Դրա համար պատահական չի, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Փաշինյանի թիրախները նույնական են, բառացիորեն նույնական են եւ գործելավոճն նույնական է։ Դրա համար սա եկեղեցու մաքրության համար արշավ չի, սա կոռուպցիայի դեմ պայքար չի, սա պետական հեղաշրջման փորձ կանխել չի, սա հայկական ինքնության ոչնչացման փորձ է, սա Ադրբեջանի պահանջով դիմադրության բոլոր օջախները, հնարավոր օջախները վերացնելու փորձ է, որպեսզի մենք զրկվենք ազգային դիմագծից։ Միքայել Սրբազանի նկատմամբ այս գործողությունները իրականացվում են, ինչպես իրենք են նշում, իշխանության զավթման կոչի հիմքով է բոլոր գործողությունները գրում ու մեջբերում են նրա ելույթը, հա։ Դա ծիծաղելի չի, իսկապես ծիծաղելի չի։ Այսինքն ինչ մեկնաբան ես լուրջ դեմքով էսպես ո՞նց է ստացվում հիշում եք Նիկոլ Փաշինյանը քանի այսպես կոչված իշխանության զավթման փոխ կանխեց իր այս կառավարման տարիներին էլ հյուսիսային տերևաթափ էլ չգիտեմ ինչ եղան վերջի այդ գործերը ուղղակի ով դուրը չի գալիս արդեն էլ բանով էլ չի SMS-ներ էլ չի ուղարկում արդեն Facebook-ում ստատուս է գրում Եվ կալանավորում են ամենաանպատկերացնելի մեղադրանքներով։ Ես կրկնում եմ, եթե հիմա գան, եթե ձեր հեռախոսազրույցները լսեն, դրանից գիտեք ինչ էր կարող են բան անել, հեղաշրջմանել չէ, աշխարհը զավթելու փորձի մեջ կարող են մեղադրել, տիեզերքը նվաճելու փորձի մեջ։ Եթե ձեր հեռախոսազանգերը մի հատ մարդիկ թող իրենց հարց տան, էլի իրենց ընկերների հետ որ նստում խոսում են, բիսեդկաներում, տաղավարներում մեր քաղաքի որ խոսում են, պատկերացնում եք եթե այդ զրույցները վերցնեն, մոնտաժեն ու ինչ կստացվի որ դուք էլ բնաջնջման անել մասսայական ոչնչացման անել իշխանության զավթման կոչեր եք արել հիմա ինչ բոլոր 3 միլիոնին են տատիկներին պապիկներին բիսեդկայում նստող պիտի տանեն իշխանության զավթման կոչով բան անեն փակե սա ծիծաղելի չի ինչ ա արել Միքայել Սրբազանը ինչ ա արել օրինակ որ գործողությունն է իրեն բան արել Կամ են բանը, որ հայտնաբերեցին այդ ինչ-որ փաստաթուղթ պլան 2024-2025-ի դրանով կանխեցին բանը հեղաշրջումը։ Ի վերջո, Տիկին Վարդանյան, դա ինչ փաստաթուղթ է։ Ձեր թիմակիցները ասում են մենք նման թուղթ չենք տեսել, իսկ իշխանություններն էլ պնդում են, որ ահա տեսեք իրենց գրված ընդդիմության ներսից հենց մեզ փոխանցված փաստաթուղթ է։ Իսկ որտեղից ենք մենք դա տեսնում, որ ընդդիմության ներսից գրած ու իրենց փոխանցված։ Civic-ին պիտի փոխանցել ընդդիմությունից ինչ-որ մեկը, Civic-ի պատվերում գրված թուղթ է։ Իշխանության պաշտոնաթերթի, այսինքն հեղաշրջումը արդեն Civic-ն է բացահայտում
էլ ԱԱԾ չկա այս երկրում, ոստիկանություն չկա, ոչ մի ուրիշ կառույց չկա, բանն է Civic-ն է բացահայտում։ Ուզում եմ ասել ես մի տեսակ նացիստական գործելավոճ չի հիշեցնում 33 թվականին Գերմանիայում այրվեց Գերմանիայի պարլամենտի շենքը նոր իշխանության եկած նացիստները ֆաշիստները այդ առիթը օգտագործեցին դրանում մեղադրեցին կոմունիստներին եւ աննախադեպ ռեպրեսիաներ սկսեցին փակեց միակուսակցական համակարգ հաստատեցին փակեցին կուսակցությունները հազարավորների ձերբակալեցին արգելեցին տարական հիմնարար ազատությունները եւ արդյունքում 33 թվականի այդ հրդեհը, որ մինչև հիմա էլ հարցական է ով է արել, վարկած կա նաև որ իրենք նացիստներն են դա իրականացրել, դարձավ նացիստական իշխանության հաստատման Գերմանիայում ու ամրապնդման առիթ։ Հաստատվել են միակուսակցական փորձում հաստատել։ Հիմա այս դաշնակցության նկատմամբ այս արշավը, դաշնակցության փակելու մասին խոսակցությունները ինչի մասին են։ Ժողովրդավարության բաստիոնի մասին վկայություններ են։ Թե միակուսակցական ու խունտա հաստատելու ռեժիմ հաստատելու վկայություններ են։ Լավ, ուզում եմ ասել, էլ ինչ պիտի լինի, որ սա պարզ լինի ու ակնհայտ ես հասկանում եմ, որ երբ այդ զենքի նկարներ են ցույց տալիս, վախեցնում են մարդկանց, որ կտրտած երկրպցրած ձայնագրությունները փորձում են տպավորություն ստեղծել, որ կան ուժեր, հիմա բռնիությամբ ուզում են իշխանություն զավթել, բան են անում, հայոյում են ժողովրդին, դատապարտելի է ժողովրդին վիրավորելու ցանկացած դրսևորում, դրա մասին չի խոսքը։ Ձեզ համար այդ բոլոր ձայնագրությունները փաստաբանը չհերքեց, որ նման ձայնագրություն կա, նշեց, որ դրանք մոնտաժված են։ Ձեզ համար քննչականի տարածած հաղորդագրություն է ձայնագրությունները, որքանով են վստահելի։ Ես ու փորձագետ չեմ, ես միայն կարող եմ այսպեսի մոտենալ, այսինքն մենք հիմա անցել ենք Facebook-յան արդարադատության։ Facebook-ում որոշում ենք մարդկան ամեղության կանխավարկած որևէ բան չենք հարգում, փորձագիտական եզրակացություններ տալիս ենք ու առաջ ենք շարժվում։ Ես միայն կարող եմ հետևյալը ասել, որ ես չեմ կարող վստահել այն իշխանության ներկայացրած փաստերին, ով օրինակ կեղծել է եւ բեմ է բարձրացրել իբր Ռոբերտ Աբաջյանի պապիկին, որ էմոցիաներ առաջացնի իր հեղաշրջման համար, այլ իրենք հեղաշրջում էին իրականացնում։ Ես չեմ կարող վստահել մի իշխանության, ով 44 օր մեզ խաբել է պատերազմի մասին։ Հիմա թող ամեն մեկը իր համար էս հարցի պատասխան տա։ Ինքը այդ իշխանության ներկայացուցիչների տրամադրված ձայնագրություններին կարող է վստահել։ Ես այս ձայնագրության մասին շատ կարևոր բան եմ ուզում ասել։ Ես էլ եմ ասում, ես փորձագետ չեմ։ Չգիտեմ այդտեղ որ մասն է ճիշտ, որ մասն է սուտ, մոնտաժված է թե մոնտաժված չի եւ ինչքան է մոնտաժված։ Բայց երեք ընդամենը սովորական քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի ձայնով տարատեսակ ինչ-որ ձայնագրություններ ստեղծեցին։ Եթե սովորական քաղաքացին դա կարողանում է անել, ել չասեմ, որ Նիկոլ Փաշինյանի ձայնով բազմաթիվ հրապարակային ձայնագրություններ կան, որոնք մենք էլ կարող ենք հիմա կտրտել եւ ինչ ուզել ստանալ դրանից։ Եթե մենք դա կարող ենք անել, հիմա ով է անհատը, որ կկանգնի ին դիմաց եւ վստահ դեմքով կպնդի, որ քնչականի հրամանով, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով քնչականը դա չրանի։ Ես ուզում եմ այդ մարդուն տեսնել։ Ով է, որ կարող է պնդել, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տվել, իսկ մենք այդ հրահանգը տեսել ենք 2 շաբաթ առաջ, 3 շաբաթ առաջ ազգային ժողովում ԱԱԾ պատվալներն նետելու հրահանգը։ Հիմա ով է այդ մարդը, որ կկանգնի իմ դիմաց, կասի ես վստահ եմ Նիկոլ Փաշինյանը քնչականին հրահանգը տվել է, քնչականը չի արել։ Բա տեսանյութում հրապարակված զենքերը եւ մնացած իրերը դրանք։ Ես էլ եմ կրկնում, Civic-ը արչի ծառայություն է մատուցում այս իշխանություններին։ Քնչական կոմիտեի հրապարակածն է։ Նկատում եմ Civic-ի հիման վրա Նախ պարզվեց, որ փաստաթուղթը, որով իրենք կանխել են իբր պետական հեղաշրջման փորձ 2024-ի էր։ Հիմա անհասկանալի է 2024-ին նախատեսված հեղաշրջման փորձ են բացահայտել, թե կանխել են։ Ասում են կանխել ենք։ Ոնց են կանխել, եթե 2024-ի էր, եթե հիմնվում են այդ փաստաթղթի վրա։ Երկրորդը որսորդական զենքերը նկատի ունեն։ Գնացել մտել են որսորդների տուն, գտել են որսորդական իրեր։ Ինչ պիտի գտնեին։ Ինչ պիտի գտնեին։ Ազատամարտիկի տուն են մտել, չոր զրահաբաճկ ունեն գտել։ Բա ինչ պիտի գտնեին։ Հիմա մեր տունը խուզարկեն, այդ արմատունարները որ գտել են, երբ մի տոննա կգտնեն դրանից, որտեղ շինարարություն են կանում։ Հիմա ես ահաբեկի չեմ։ Եթե զենքը ու իր լիազորագիրը կողքը դրած նկարել են որպես ահաբեկչության զենք, բա ինչի վարորդականով մեքենան էլ չեն նկարել որպես ահաբեկչության զենք։ Օրինական։ Բա մեքենայով հնարավոր է, այս ամենը մատնանշում ես ինչ որ ֆեյքեր կան, ասում են, բանը, ուրեմն օրինական զենքը չի կրակում, ուրեմն մեքենայով անհնար է մարդուն մեքեն ավտոյի տակ գցել։ Ու վերջը ուզում եմ հասկանամ, ինչ գործողություններ էին իրականացնելու։
որսորդական զենքերով եւ կրակված փամփուշտներով։ Ահաբեկչություն է պլանավորում։ Ալեն Սիմոնյանն էլ ասաց նոր հոկտեմբերի 27-ին կանխել։ Նախ թողնենք հոկտեմբերի 27-ը բացահայտեն ինչպես խոստացել են, եւ հիմա ինչ ուզում են կարան ասեն, կարող են ասել Քենեդու սպանությունն ենք նոր կանխել, նոր Քենեդու սպանություն ենք կանխել, երրորդ համաշխարհային ենք կանխել, տիեզերական պատերազմն ենք նոր կանխել, բայց սայլուտներ են հայտնաբերել, հասկանու՞մ, ծիծաղելի է։ Երեխաների խաղալիքի տուփի մեջ դրած պուլտով մեքենա եւ սայլուտ են հայտնաբերել ու քնչական, ասա քնչականի նկարներն են, ասա ինչ որ մեկի սարկածը չի։ Քնչականը որպես ապացույց, որ ահաբեկչություն է նախապատրաստվում, սայլուտներ է տեղադրել։ Սայլուտների նկար, որ հայտնաբերել է։ Այսինքն նոր տարուն դեկտեմբերի 31-ին ժամը 10-ի սահմաններում եթե գնային մեր քաղաքացիների տներ, հազարավոր ահաբեկչության բաներ կկանխեն։ Ես ապշում եմ ուղղակի Լենա Նազարյան եւ Արարատ Միրզոյանի ԱԺ-ում բացած ծխերից են հայտնաբերել։ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը ահաբեկիչներ են, եթե ծխերը ահաբեկչության գործիքներ են։ Տիկին Վարդանյան ամեն դեպքում եթե քննություն գնա ու բացի քանի որ ընդդիմությունը կասկածի տակ է դնում, հա, ու նաև հասարակության շրջանում էլ մեծ կասկածներ են տալիս այդ ձայնագրությունները ու պահանջում են որպեսզի փորձաքննություն հատուկ գնա, ի վերջո հասկացվի թե ինչ են։ Եթե ամեն դեպքում փորձաքննությունը գնա եւ բարձրի որ իրոք նման ձայնագրություններ կան ու դրանք իրական են, ձեզ համար այդ բառապաշարը, որով խոսում եմ, նա գյուլել, սպանել այդ կոչերին, ոնց է արձագանքում, ձեզ համար բացարձակականությունելի է, չի կարող։ Եթե նորմալ լիներ, մենք այդ գործելավոճով կգործեինք, բայց ընդդիմությունը 5 տարի, այդ թվում ուժը, որ ես եմ ներկայացնում, ցույցեր է իրականացրել, այդ թվում Բաքրատ Սրբազանը, այսինքն Բաքրատ Սրբազանի հանրահավաքները տեսել ենք, այդ մարդը տպավորություն ստեղծելու բռնությամբ իշխանություն զավթելու բան ունի, գործելավոճ ունի 60,000, 70,000-անոց հրապարակը որևէ լուսացույց անգամ չի կոտրվել, որևէ մեկի քթից անուն չի եկել։ Այտենց են բռնի իշխանություն զավթում, թե օրինակ մարտի 1-ով, երբ որ Նիկոլ Փաշինյանն էր կազմակերպում ցույցերը։ Մեր ոչ թե հայտարարություններն են վկայում, որ մենք դեմ ենք այդպիսի գործելավոճին, այլ մեր արարքներն են վկայում դրա մասին։ Ամենադժվար պայմաններում Հայաստանում ցույցեր են եղել շատ լարված եւ որևէ քաղաքացու մասնավոր սեփականություն չի տուժել, որևէ քաղաքացի չի տուժել, եթե իշխանությունը չի կրակել։ Այսինքն ես հիմա ինչ արդարանա, որ ես ահաբեկիչ չեմ, որովհետեւ Ալեն Սիմոնյանն ասում է, որ ահաբեկիչ է, իսկ Ալեն ձայնագրությունում ձեր ձայնը չի։ Նախ դա էլ է իմ հարց, ում ձայնն է, երկրորդը ասում եմ, ես որևէ հիմք չունեմ հավատալու, որ այդ ձայնագրությունները ճշմարիտ են, մոնտաժված չեն եւ իրական բանն, եւ եթե հանկարծել պարզվի, որ ինչ որ մեկը, չգիտեմ, էլ ենք այդտեղ մենակ Բաքրատ Սրբազանը չի խոսում, չէ՞, ասենք լավ, չգիտեմ, ժողովրդին վիրավորել է, եթե հարցային է ես այդ տեսակետի կրողն եմ, ոչ, երբեք մերժում եմ այդ տեսակետը, ոչ մի թե մերժում եմ, որտեղ այդպես պետք է հայտարարել, այլ մենք ունենք այս հասարակություն, այս ժողովուրդը, առաջիկա տասնամյակներում նորը չենք ունենալու եւ մեր ժողովուրդը այս պայմաններում այսքան թիրախային ահաբեկչական գործողությունների պայմաններում իշխանության կողմից իրականացվող ատելության քարոզի, պառակտման, պատերազմների, սոցիալական ծանր պայմանների, եթե այսքան էլ արձագանքում է ու մասնակցում է, մենք միայն շնորհակալ պիտի լինենք ու եթե Հայաստանում շարունակում է ապրել։ Դրա համար ես պատկերացնում եմ Հայաստանում փոփոխությունը միայն ժողովրդի վրա հենվելով եւ ուրիշ ոչ մեկ գործելավոճ չեմ ընդունում։ Մյուս մասով գործելավոճի առումով, այլ եմ կրկնում, մեր արարքները ավելի բարձր են խոսում, քան մեր խոսքերը։ Տիկին Վարդանյան, բայց բացառում եք, որ ընդդիմության ներսում դավաճաններ կան։ Ինչպես ԿՊՆ-ն ասում են, մեզ փոխանցում են տեղեկություններ։ Չեմ կարող բացառել, ենթադրում, բայց ինչի մասն է խոսքը։ Ես կարող եմ հետեւյալը ասել, այն ինչը ներկայացնում են ընդդիմության պլան, առնվազն լավ, ես կարող եմ ընդդիմությանը խոսել իմ ուժի անունից եւ խմբակցությանը ներկայացնում եմ ծիծաղելի այդ մասով նման վերագրումները, Բաքրատ Սրբազանին էլ որքան ճանաչում եմ, որքան մասնակցել եմ, որքան զրուցել եմ, անլուրջ է իր նկատմամբ էլ այդ ամեն ինչ որ արվում է։ Հետո գիտեք մենք հիմա քննարկում ենք իրոք իշխանական օրակարգ ենք մտնում սա լուրջ է ինձ կեն պլան գյում գրած հարցին ոնց կվերաբերվեք ի վերջո կա մեծ պատկերը Նիկոլ Փաշինյանը պատրաստում է 26 ընտրությունների այցելել է Թուրքիա դրանից հետո մեկնարկել են աննախադեպ բռնաճնշումների ալիք այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցի ներկայացուցիչների կաթողիկոսի նկատմամբ։ Այսքան փոխկապակցության է ամենից ցած այդ Թուրքիայից եւ պատահականություն կարող է լինել։ Ոնց կարող են Փաշիզադեն եւ Փաշինյանը միաժամանակ նույն բառապաշարով թիրախավորել հայ առաքելական եկեղեցի։ Լավ, ինչքան պիտի տենց պատահականություններ լինի։ Ոնց կարող է Փաշինյանը ՄԱԿ-ի Արցախի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերտ նիստի
2 ժամ առաջ հայտարարի, որ Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։ Հետո Ադրբեջանի բոլոր պաշտոնյաները դա օգտագործեն բոլոր պաշտոնյաներին այլ երկրների պատասխանելու համար։ Դա պատահականություն է։ Ո՞նց է լինում, որ այդ պատահականության սկզբունքով բացառապես ադրբեջանական ու թուրքական դիսկուրսներ են կրկնվում, օրինակ մի անգամ պատահաբար հայկական շահերը չպաշտպանեց, պատահաբար օրինակ արցախահայերի իրավունքներից չխոսեցնեց, պատահական անհավասարակշիռ իրավիճակում, այսինքն ո՞նց է սա պատահական լինում, ինչքան կարելի է պատահականություններին վերագրել, դա մեծ պատկերը սա է, սա թշնամական աջակցություն ունեցող ռեժիմ է Հայաստանում բռնատիրական, գործելավոճն էլ համապատասխան է եւ միտված է ինքնության ոչնչացմանը, դիմադրության օջախների, հնարավոր բոլոր օջախների ոչնչացմանը։ Հիմա արդեն բնում են ուզում խեղդել, ենթադրում են ինչ կարող են անել։ Այսինքն եկեղեցու վարկանիշը նաև բարձրացում անհանգստացրել է, քանի որ շատ հարցումներ կան, որ այս պահին ամենաբարձր վարկանիշի հեղինակությունը հենց եկեղեցին Հայ Առաքելական Փաշինյանի Թուրքիայի եւ Ադրբեջանի համար խնդրահարված են բոլոր անհատները, ովքեր ունեն հեղինակություն, հետեւաբար կարող են ապահովել մոբիլիզացիա, բոլոր կառույցները, ովքեր ունեն կառուցվածք եւ կարող են ապահովել մոբիլիզացիա եւ բոլոր ընդհանրապես երևույթները ու դեպքերը, որոնք կարող են հանրային դժգոհության ալիք առաջացնել, ենթադրաբար առաջացնել։ Դրա համար հիմա տեսնում ենք մենք այս բոլոր անհատների ու կառույցների նկատմամբ արշավ, որը միտված է կամ ազատությունից զրկելով, կամ վախեցնելով, կամ սպառնալով, կամ քրեական հետապնդումներ իրականացնելով, լրացնել, զբաղեցնել այնքան, որ չկարողանան կենտրոնանալ հիմնական հարցերի վրա։ Շնորհակալ եմ զրույցի համար Տիկին Վարդանյան, հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ այսօր մեր զրուցակից ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է, շնորհակալ եմ մեզ հետևելու համար։